Վերջին արշավը հարգանքի տուրք է 44-օրյա պատերազմում զոհված Սևակ Վնացականյանի հիշատակին, սփոփանք ընտանիքի անդամների համար։ Արթուրի տիկինը, Արևը, ասաց, վաղից ես ուզում եմ գիրք գրել Սևակի մասին, ես ասես կարկամեցի, զարմացել ոնց կարող եմ գիրք գրել, այդպես մեծ ծանր աշխատանք է։ Դասի, որ ունենք, ես շատ ուրախ կլինեմ։ Սևակի հայրը չի համբերում երբ է կարդալու գիրքը, որ որդուց կարոտն առնի։ Հեղինակը Սևակի ընկերն է, ընտանիքի բարեկամը։ Սևակը վաղուց հասկացել էր, որ իրեն մեծ առաքելություն է վերապահված։ Գրքում Սևակի մարտական ընկերների, հարազատների պատմություններն ու հուշերն են նրա մասին։ Գիրքը պատմում է մարզիչ, մանկավարժ, մարզիկ, Շվակ ազգային մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սևակ Վնացականյանի կյանքի եւ գործունեության մասին, անձնավորություն, ով աշխատում էր մանկապարտեզում, դպրոցում, ով կրթում էր սերունդներին եւ փոքրիկների մոտ, երիտասարդների պատանիների մոտ սերմանում էր սերը դեպի հայրենիքը։ Սևակ Վնացականյանը 32 տարեկան էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հենց երկրորդ օրը սեպտեմբերի 28-ին կամավորագրվել ու ռազմաճակատ է գնացել։ Իրավիճակը շտկելու միակ տարբերակը դա ամենացուրտ նվիրումն է։ Ընտանիքի անդամները սպասում էին, պատերազմ լինի ու Սևակը չգնա։ Կամավոր էր գնացել, դե 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ինքը գնաց։ Ինքը անհանգիստ վիրավորության տեր։ Միշտ ասենք ձգտում էր արդարության։ Հոկտեմբերի 19-ին է զոհվել Սևակը Մարտակերտի Տոնաշեն գյուղի մատույցներում։ Այնտեղ, որտեղ Սևակի արյունն է թափվել, հիմա անվանում են Ադրբեջան։ Խաղաղություն տենչում ադրբեջանցիների հետ։ Հիշողություն չունենք, զարմանում է Սևակի հայրը։ Մեր պատմությունից դասեր չեն կարող։ Վերջին արշավը գրքի հեղինակ Արթուր Հարությունյանը հույս ունի, Սևակի աշակերտները նույնպես կկարդան իրենց ուսուցչի մասին գիրքը։ Սերը դեպի ՎՀ եւ ՎՍՄ։ Եթե նրանք գոնե մեկ բան սովորեն Սևակի անցած ճանապարհից, ուրեմն ոչինչ իզուր չէր։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։